Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում, որ թեմաներն են հանդիպման օրակարգում։ Սահմանադրությունը փոխվեց, խաղաղությունը կստորագրվի, Անկարան ու Բաքուն նույն երգն է երգում, հստակ ժամկետներ նշում։ Ինչու են համոզված, որ հայերն այո կասեն փոփոխություններին ու 4-րդ հանրապետությանը։ Պաշտպանական ծախսերը 15% կկրճատվեն, կառավարությունը հաստատեց 2026-ի բյուջեն։ Մերձավանի կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել եւ հարցաքննվել, ինչ գիտի նա։ Կրկին լարվածություն ռուս-ամերիկյան հարաբերություններում, Թրամփի կոշտ հայտարարությունները։ 1 միլիարդ դրամ սահմանամերձ համայնքներին 82 բնակավայրում մարդկանց սոցիալական հարցեր է կլուծեն։ Մշակութային բնաջնջման թուրը կախված Արցախի 30 հուշարձանների վրա, Բաքվի մշակութային ցեղասպանությունը 14 կոթող անհետ ջնջել է երկրի երեսից։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով առավոտյա մեկնել է Ռուսաստան մասնակցելու համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Փաշինյան-Պուտին ոչ ֆորմալ հանդիպումը արդեն կայացել է։ Փաշինյանը ելույթ է ունեցել համաժողովում, ասել, որ Հայաստանը որոշել է կրկին երկարաձգել հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը։ Правительство Армении утвердило политику сохранения Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործումը Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթությունն է։ Հայկը կենտրոնական դերակատարում ունի մեր էներգետիկ անվտանգության համար։ Հայաստանը ատոմակայանը շահագործում է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան։ Խաղաղությունը գալու է մինչև եկող տարվա կեսը, Անկարան փաստաթղթի ստորագրման հստակ ժամկետներ են նշում, Բաքուն էլ չի դադարում նախապայմանի մասին հիշեցնել, սահմանադրությունը փոխվի, խաղաղությունը կստորագրվի։ Հայաստանի իշխանությունը չի թաքցնում սահմանադրությունը փոխելու մտադրությունը, դա կլինի խորհրդարանական ընտրություններից, այսինքն հունիսի 7-ից հետո։ Միայն թե այն ներկայացնում է որպես ժողովրդի պահանջ։ Իշխանություններն ու թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ վստահություն ունեն, որ հայ ժողովուրդը այո կասի մայրօրոնքի փոփոխությանը, կհրաժարվի 3-րդ հանրապետությունից եւ կընտրի 4-րդ հանրապետությունը։ Ժամի անդրադարձը։ Ժողովրդի ցանկությունն է սահմանադրության փոփոխությունը, թե Բաքվի ուղիղ պահանջը։ Երևանում իհարկե չեն ասում, որ դա Բաքվի պահանջն է, բայց երբ ամենաբարձր մակարդակով այդ փոփոխությունը հանրահռչակվեց իբրև ժողովրդի կամք, որ կխորհրդանշի 4-րդ հանրապետությունը, ճիշտ նույն օրը Բաքուն դա դարձյալ ներկայացրեց որպես խաղաղության ստորագրման վերջնագիր։ Այսինքն 4-րդ հանրապետություն ասացնել պարտադրված օրակարգ է։ Ներսում պնդումն է, թե ժողովրդի նախաձեռնությունն է, դրսում Ադրբեջանի պահանջների կատարման պատրաստակամություն է ներկայացվում։ Ներսում ասում են խաղաղությունը եկել է հաստատվել Վաշինգտոնյան նախաստորագրումից հետո, պաշտոնական Բաքուն ասում է փոխեք սահմանադրությունը։ Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար պետք է վերացվեն Հայաստանի սահմանադրության տարածքային պահանջները։ 3 օր անց սեպտեմբերի 23-ին նույնը կրկնեց Ալիևի հատուկ հանձնարարությունները կատարող Ամիր Բեկովը, ասաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում է ենթադրում։ Փաստաթղթի նախաբանում ըստ ադրբեջանցիների Ղարաբաղին վերաբերող տարածքային պահանջներ կան։ Հայաստանում իշխանականներն այսօր ձևակերպում են անկախ հանգամանքից նոր սահմանադրության մեջ 3-րդ հանրապետության անկախության հռչակագիրը կլինի թե ոչ, այն պատմական իրողություն է։ Նաև ավելացնում են անկախության հռչակագիրը պատմության էջերից հնարավոր չէ ջնջել։ Որևէ պատճառական կապի արկայությունը չի քննարկվել եւ չի հաստատվում այս պահին։ Մեկնաբանություն այդ մասում անել չեմ կարող։ Հիմա պատրաստակամ ենք փոխել սահմանադրությունը, բայց ընդամենը այս տարվա ապրիլին պնդում էինք, որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանին կամ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան, եւ ավելին հենց Ադրբեջանի սահմանադրությունն է, որ մեզնից տարածքային պահանջներ ունի, բայց մենք գիտակցաբար լռում ենք։ Մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ
քչել։ Այժմ արդեն Երևանը հայտարարել է, որ խորհրդանական ընտրություններից հետո ընդունելու է նոր սահմանադրություն, հերքելով, թե դա Բաքվի պահանջով է արվում։ Անցած շաբաթ պատասխանելով հարցին, ինչ կլինի, եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, Փաշինյանն այդ սցենարը հնարավոր չհամարեց։ Ասաց կարծում է, որ սահմանադրությունը կընդունվի, որովհետև նրա ձևակերպմամբ պրոցեսի հեղինակը ժողովուրդն է, իդեմս Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերի։ Թուրքիան էլ իդեպ անմասն չէ այս ակտիվությունից։ Արտգործնախարար Ֆիդանը ուղիղ կապը բարձրաձայնեց, հենց որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Հակամ Ֆիդանը կանխատեսեցել խաղաղության պայմանագիրը եկող տարվա առաջին կեսին կստորագրվի։ Թուրքիան վստահ է, որ վերջի ֆիրմերներ գլուծեն այն առումով, որ մենք վերջի պահանջներն են Ադրբեջանի կբավարարենք։ Սահմանադրության փոփոխությունը ժամանակատար խնդիր է։ Սակայն մերոնք արդեն աշխատում են այդ առումով, մեր կառավարությունը ու շուտով երևի հանրաքվեի կդնեն։ Խաղադրույքները բարձր են, առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն, այսօր գրում է միջազգային մամուլը շեշտում։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հանդիպումներից հետո աճում է լավատեսությունը մինչև 2026 թվականը խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։ Երևանը հույս ունի բացել Անկարայի հետ սահմանը։ Եվ մինչև խաղաղության հարցը միջազգային մեդիայի գլխագրերից էլ չի իջնում, սահմանադրության փոփոխություն խաղաղության ստորագրում բանաձևը կոնստանտ չէ, որքան էլ Երևանը պնդում է ստորագրման պատրաստակամությունը, խաղաղության արշալույսները չկան ու չկան։ Սիրան Շուրեդյան, ժամը լրատվական։ Արդյոք խաղաղության պայմանագիրը վերջակետ կդնի հայ գերիների տառապանքներին, հենց այս օրերին լրանում է ուղիղ 2 տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կեղեքումների է ենթարկվում Բաքվի բանտում։ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դիվանագիտական խողովակներով փորձում են հարցին լուծում տալ։ Բաքուն գերիներին օգտագործում է որպես լծակ Երևանից ավելին ստանալու համար։ Գերիների եւ պատանների վիճակի մասին տեղեկությունները այժմ ավելի քան սուղ են Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո։ Կապ հաստատելու միակ միջոցը ամսական 1 զանգ, այն էլ քննիչի հսկողությամբ։ Հայաստանի գլխավոր դիվանագետը զրուցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն պաշտոնյաների քննարկման թեման Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու պատանդարված մյուս քաղաքացիներն են, մասնավորապես նրանց ազատ արձակումը, մինչև այդ Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակության Բաքուն լքելու պայմաններում, ինչը հիշեցնեմ ադրբեջանական իշխանությունների պարտադրանքներ 23 հայերի հետ տեսակցություն կազմակերպելու խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաեւ հումանիտար հարցերի կարգավորմանը։ Այս հարցում ժամանակագրությունն ի դեպ հետաքրքրական է Ալիևի կառավարությունը երկրից Կարմիր խաչին վտարելու կնիքը նույն օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո դրեց, ինչպես ձևակերպում են մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից, այդ համաձայնություններով հաստատված խաղաղությունից հետո, որը փաստորեն ոչ թե նպաստեց, այլ ընդհակառակը սրեց հումանիտար խնդիրները, հայ ռազմագերիները հայտնվեցին լիակատար մեկուսացման մեջ։ Հիմա ամսվա ընթացքում հարազատներին զանգելու միայն մեկ հնարավորություն ունեն, այն էլ խիստ վերահսկողության պայմաններում, քննիչ գծի մեջ է։ Իրականում շատ մտահոգիչ է իրավիճակը տեղեկատվության հասանելիության առումով։ Տեղեկությունները ստանում են կծկտուր ու միայն դեպքում, երբ որ ընտանիքների հետ են շփվում կամ ասենք դատավարության ժամանակ Ադրբեջանի լրատվական միջոցների կողմից ինչ-որ լուսաբանման որևէ անկախ միջազգային կազմակերպության կողմից այցելությունների բացակայությունը, այդ թվում նաև որոշ դեսպանների կարող էին այցելել կամ ասենք դիվանագիտական պաշտպանության շրջանակներում կարելի է նախաձեռնել որևէ այցելություն, այդ բացակայության պայմաններում շատ լուրջ կասկածներ կա եւ մտահոգություններ անձանց առողջության, իրավունքների ապահովման եւ վերաբերմունքի առումով։ Այն, որ Ալիևը հայ ռազմագերիների հարցը դարձրել է գործիք ընդդեմ Հայաստանի, հիմա արդեն զուտ փորձագիտական գնահատական չէ։ Ադրբեջանական մամուլն էլ այս մասին գրում է, այն էլ որ լրատվամիջոցը Ադրբեջանի նախագահի կաբինետի Բակինսկի Ռաբոչին հոդվածներից մեկում ուղիղ ձևակերպել են դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարչակարգին սպասարկող այն լրատվականների պնդումներին, որոնք շեշտադրումներ են անոնց մեծ կատարում առայն, որ ապօրինաբար պահվող անձինք այդպես չեն ասում։ Ռազմական հանցագործներ են եւ իրենք չեն պահվում որպես զինծառայողներ, այլ Ադրբեջանի հորիզոնտալ կոպտագույն խախտումներ ցույց եւ այլն։ Այդ խեղճակատակությանը մեկ պատասխան կա։ Ադրբեջանը գործելով
մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Այս իրողությանը զուգահեռ Ադրբեջանը խոսում է ինչ-որ ռազմական հանցագործությունների մասին։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն կոնֆլիկտի ավարտից հետո հատկապես կոնֆլիկտի համատեքստում բոլոր ազատությունը ձգված անձինք պետք է վերադարձվեն։ Հենց դա է մեր պահանջը։ Սակայն ինչպես տեսնում ենք, դատավարությունները շարունակվում են։ Մինչև օրս ի դեպ տեղեկություն չկա Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից քննարկեցին գերիների հարցը Բաքվում։ Կառույցի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հիշեցնեմ երրորդյա այցով Ադրբեջան էր մեկնել մասնակցելու անվտանգության միջազգային ֆորումին եւ լրատվամիջոցները գրեցին, թե ծառայության տնօրենը գուցե հնարավորություն ունենա հանդիպել պատանդարված հայերի հետ։ Հանդիպել է դեռ չգիտենք։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Պաշտպանական ծախսերը 15% կկրճատվեն, կառավարությունը հաստատեց 2026-ի բյուջեն։ Մերձավանի կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել եւ հարցաքննվել, ինչ գիտի նա։ Կրկին լարվածություն ռուս-ամերիկյան հարաբերություններում, Թրամփի կոշտ հայտարարությունները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո պատրաստ է հրաժարվել Ուկրաինայի նախագահի պաշտոնից։ Ընտրությունները կարող են անցկացվել հրադադարի ընթացքում, պարզաբանել է նա Axios-ին տված հարցազրույցում։ Հալոցքից հետո կրկին ձյուն է սառնություն ռուս-ամերիկյան հարաբերություններում Ալյասկայի գագաթնաժողովը փաստորեն իրավիճակ չի փոխել, Թրամփը անցել է կոշտ բառապաշարի։ Նա հայտարարել է, որ եթե Մոսկվան չդադարեցնի պատերազմը, Կիևը Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի օգնությամբ կվերադարձնի Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները։ Թրամփը Մոսկվային սպառնացել է պատժամիջոցներով եւ մաքսատուրքերի ավելացմամբ։ Ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի ջրերը մի հունով չեն գնում։ Օր-օրի ավելի են լարվում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները։ ԱՄՆ-ն շարունակում է մատ թափ տալ Ռուսաստանի վրա։ ԱՄՆ-ն հիմա ավելի շատ ուկրաինական կողմի վրա է ծանր նժարի քարերը դնում։ Թրամփը հույս է տվել խոստացել Զելենսկուն, որ եթե Ռուսաստանը չդադարեցրեց պատերազմը, Ուկրաինան Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի օգնությամբ կարող է վերադարձնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները։ Պուտինն ու Ռուսաստանը տնտեսական լուրջ դժվարությունների են բախվում եւ հիմա Ուկրաինայի գործելու ժամանակն է։ Այն ժամանակ, որ նա նոր էր եկել իշխանության, նա քննադատում էր Ուկրաինայի ղեկավարությանը, Եվրոմիության ղեկավարությանը եւ ԱՄՆ-ի նախկին ղեկավարությունը, այսինքն Ջո Բայդենի վարչակազմը։ Թրամփը փոխում է այդ մոտեցումը եւ ասում է ՆԱՏՕ-ն, եվրոպական երկրները, եթե ուզում են օգնեն Ուկրաինային, կարող են գնեն այդ զենքը, այսինքն ԱՄՆ-ն էլ չի ծախսում, նա մենակ աշխատում է։ Այսինքն Թրամփի օրոք այդ ԱՄՆ-ի համար ձեռնտու իրավիճակը դարձավ ավելի հետաքրքիր։ Թրամփը համարում է, որ Ռուսաստանը 3.5 տարի անհաջող պատերազմում է Ուկրաինայի դեմ, մինչդեռ իսկական ռազմական տերությունն ըստ ԱՄՆ նախագահի կհաղթեր մեկ շաբաթում։ ԱՄՆ նախագահը հերթական պատժամիջոցներն է ցանկանում կիրառել Ռուսաստանի դեմ, ներառելով խիստ մաքսատուրքեր։ Թրամփը հորդորել է Եվրոպային դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը։ Եթե Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է շատ խիստ մաքսատուրքեր սահմանել, որոնք կարծում եմ շատ արագ կկանգնեցնեն արյունահեղությունը։ Մենք կտեսնենք, որ նա ձեռնտու է Ամերիկային։ Եվրոպան զրկվում է ռուսական ռեսուրսներից, Ռուսաստանը զրկվում է Եվրոպայի տեխնոլոգիաներից եւ երկու այդ քաղաքական եւ տնտեսական սուբյեկտների տնտեսության աճը կամ դանդաղումը կամ ընդհանրապես կանգնումը։ Ռուսաստանից սակայն հակադարձում են Թրամփին։ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, թե երկրի տնտեսությունը կայուն է, իսկ ռուսական զորքը դանդաղ առաջ է շարժվում կորուստները նվազագույնի հասցնելու համար։ Թրամփի գնահատականը հիմնված է միակողմանի տվյալների վրա, որոնք նրան փոխանցել է Զելենսկին։ Պեսկովը հայտնել է, որ եթե հիմա Ուկրաինան չի ցանկանում եւ պատրաստ չէ բանակցել, հետո իրավիճակն ավելի վատ կլինի։ Անդրադառնալով Թրամփի գրառմանը, թե Ռուսաստանը թղթե վագրի տեսք ունի, աննպատակ կռվում է Ուկրաինայում, Կրեմլի խոսնակն ասել է, թե Թրամփի հայտարարություններն արվել են Զելենսկուի հետ շփումից հետո եւ ամենայն հավանականությամբ այն տեսլականի ազդեցության տակ, որը ներկայացրել է Զելենսկին։ Պեսկովը հայտնել է նաեւ, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության, բայց Կիևը пассив դիրք է բռնել եւ հավանաբար փորձում է հովանավորներին ցույց տալ կռվելու ունակությունը։ Ռուսաստանի ղեկավարությունը իհարկե ուզում է
Այսա պատերազմը շուտ ավարտվի, բայց չի ուզում պարտվի եւ եթե ընտրությունը այդպեսին է, ապա շարունակելու է պատերազմը եւ գուցե նոր միջոցների է դիմելու, նկատի ունեմ գուցե նոր մոբիլիզացիա կամ նոր դաշնակիցների ներգրավում եւ այլ։ Ըստ վերլուծաբանների այս ամենն ուղիղ պրոյեկտվում է մեր տարածաշրջանի վրա, քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Կովկասից։ Այդ երկիրը սակայն չունի անհրաժեշտ ռեսուրսներ արձագանքելու եւ իր շահերն ապահովելու համար։ Հարավային Կովկասով ինչ խոսք, հետաքրքրված է նաեւ Արևմուտքը նոր ճանապարհներ կառուցել, զենք զինամթերք տեղափոխելու համար Միջին Ասիա եւ էներգետիկ ռեսուրսներ տեղափոխել այնտեղից Արևմուտք։ Սա անվտանգային առումով խիստ կարեւոր է Ռուսաստանի համար, քանի որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները կարող են միջազգային շուկայում փոխարինել ռուսական էներգետիկ ռեսուրսներին։ Ռուսաստանը հասկանում է, որ արագընթաց գործողությունները, որոնք Արևմուտքը ցանկանում է իրականացնել տարածաշրջանում, պետք է կանխել եւ առաջնահերթ հաղթանակ տանել, հետո միայն անցնել տարածաշրջանային մյուս խնդիրներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վերադառնանք Հայաստան, կառավարությունը այսօր հաստատել է եկող տարվա բյուջեն 2026-ին, նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի ծախս անել, բայց 537 միլիարդ դրամի պակասուրդ ունենք։ Պաշտպանական ծախսերից են կրճատումներ արել 100 միլիարդով մոտ 15%-ով ավելի քիչ փող ենք հատկացնելու բանակին։ Թոշակների բարձրացման մասին խոսք անգամ չկա։ Ինչ ճանապարհներ են կառուցվելու հաջորդ տարի, քանի դպրոց է վերանորոգվելու, որքան է կազմելու տարեցներին վճարվող կեսաթոշակը, պարզ է դարձել այսօր։ Համենայն դեպս ընդհանուր առմամբ հայտնի է, թե որքան գումար ենք վաստակելու հաջորդ տարի, որքան ենք ծախսելու եւ որ ամենակարևորն է, փողը որքան կպակասի մեր պլանավորածն իրականացնելու համար։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ։ Պետական պատք համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը կազմելու է 53.6%։ Մի խոսքով, պակասող փողը ինչպես միշտ պատքով ենք վերցնելու։ Իսկ խոսքը մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի մասին է։ Արտաքին պարտքից սպասարկման համար դրա մեջ մտնում է տոկոսների մարումը եւ դրա մեջ մտնում է մայր գումարի որոշակի մարումներ, ծախսել է մոտավորապես 400 միլիարդ դրամ։ Հիմա այդ 400 միլիարդը ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի մոտավորապես 500 միլիոն մարդկանց թոշակները բարձրացնել։ Կենսաթոշակները հաջորդ տարվա բյուջեով մնալու են նույնը, աճ չի պլանավորվում։ Փոխարենը պլանավորվում է մեծ ծավալի շինարարական, ճանապարհաշինական աշխատանքներ, ծրագրերի ֆինանսավորում սոցիալական, գիտական, կրթական եւ այլ ոլորտներում։ Գործադիրը ակադեմիական քաղաք նախագիծնել է հիշում։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, շարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ։ Այսինքն պետությունը ծախսում է գումարներ, ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք այդպես էլ տարիներով չեն աշխատում։ Խոսքը առաջնահերթությունների մասին է, ինչի վրա է պլանավորվում ծախսել գումարներ, որոնք չեն վաստակելու։ Ըստ այդմ, որքան պակասորդ ենք ունենալու գալիք տարի։ Առողջապահության ապահովության պահովիզս վստահեցնում է, որ տարվա ընթացքում կպարզվի, որ հնարավորությունները ճիշտ չեն հաշվարկել ու դա չի ներդրվելու։ Հայաստանի Հանրապետության բյուջետը պլանավորումը դարձել է ձեռքով կառավարվող ինչ-որ մի հատ գործընթաց։ Այդ ծրագրերի զգալի մասը այնտեղ դրած փողերով հանդերձ դրանք չեն կատարվում։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, թե ինչպես է պետությունը պլանավորում լրացնել ֆինանսական միջոցների պակասը, որն ունենալու ենք հաջորդ տարի։ Հիշեցնենք, խոսքը գրեթե 1.5 միլիարդ դոլարի մասին է։ Հավանական է, որ պետությունը նորից բաժնետոմսեր թողարկի եւ վաճառի, որոնք վստահաբար կապահովեն բարձր տոկոսներ եւ կգրավեն միջազգային ֆինանսական խաղացողներին։ Հայաստանի Հանրապետությունը երբ որ 7.5%-ով բարձրատոմսերը տեղաբաշխեց, ուրեմն այդ տարբերությունը 7.5-ի եւ 3.5-ի նույն Հունաստանի նույն օրը տեղ ունեցած տեղաբաշխման միջև որ համեմատում ենք,
տարբերությունը 10 տարվա համար կազմում է $260 միլիոն։ Այդ $260 միլիոն բնականաբար գնացել է մի բրոկերային գրասենյակի օգնությամբ մի քանի ընտանիք ֆինանսական շնաձկերի։ Ըստ մասնագետների միջին վիճակագրական քաղաքացիներն իրենց մաշկի վրա բյուջեի պակասորդի ազդեցությունը զգալու են մանր-մունր հարկերի տուրքերի բարձրացման տեսքով։ Դրանք բարձրանալու են ոչ թե հենց քաղաքացիների, այլ բիզնեսի համար։ Բիզնեսն էլ ավելացած ծախսերը փոխհատուցելու համար բարձրացնելու է ապրանքների եւ ծառայությունների գները, որոնք էլ դուրս են գալու քաղաքացու գրպանից։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Հաջորդ թեմայի մասին Մերձավանի կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արթուր Գալստյանը գիտակցության է եկել քննիչը արդեն նրան հարցաքննել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում են քննչական կոմիտեից։ Ձերբակալված անձ դեռևս չկա, ոստիկանապետ Արամ Ղազարյանն է ասել ոստիկանության վաղաշաբաթի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի։ Հիշեցնեմ, որ Մերձավանում երեքշաբթի կեսգիշերին մոտ դիմակավորված անձի կրակոցներից սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդի Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ 1 միլիարդ դրամ սահմանամերձ համայնքներին 82 բնակավայրում մարդկանց սոցիալական հարցեր է կլուծեն։ Մշակութային բնաջնջման թուրը կախված Արցախի 30 հուշարձանների վրա։ Բաքվի մշակութային ցեղասպանությունը 14 կոթող անհետ ջնջել է երկրի երեսից։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Բաքուն շարունակում է Արցախում մշակութային սպանդը կանաչ ժամի հետ երկրի երեսից եւս 13 կոթող անհետ ջնջվել է, հարյուրների արտաքին տեսքը աղավաղվել եւ խեղաթյուրվել, 3 տասնյակ մշակութային հուշարձան այս պահին բնաջնջման թրի տակ է։ Փաստերը արձանագրել է նաեւ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը, քանի դեռ վանդալը անպատիժ է, ձեռագիրը անփոփոխ կմնա, կարծում են փորձագետները։ Այս տարվա տվյալներով Արցախում 30 մշակութային օբյեկտ անմիջական սպառնալիքի տակ է։ Հուշարձաններին սպառնացող վտանգի մասին են ահազանգում մասնագետները։ 2021-ից ի վեր արձանագրվել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, աղվանացման, խեղաթյուրման եւ անօրինական վերականգնման ավելի քան 220 դեպք։ 14 մշակութային հուշարձան ըստ փաստագրման հիմնովին ոչնչացրել են։ Այդ թվում կանաչ ժամ, մեծ թաղերի ամենափրկիչ Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Ցանկը երկար է։ Այս եկեղեցիների տարածքներում կատարվում են կամ շինարարական աշխատանքներ, կամ կարևոր ամբողջականությունը ներկայացնող հատվածներն են ոչնչացված, կամ արձանագրություններն են քերված, լանդշաֆտի փոփոխության խնդիրներ կան, որոնք սպառնում են հուշարձանների գոյությանը։ Հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը չի վրիպել նաև միջազգային հանրության աչքից։ ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը 2024 եւ 25 թվականների իր զեկույցներում շեշտել է. հայկական ամբողջ ժառանգությունը Արցախում կանգնած է հիմնովին ոչնչացման սպառնալիքի առջև։ Կովկասագետ Ավանեսովն ասում է, թշնամու մշակութասպան մասշտաբային այս քաղաքականությունը իրականացվում է անմիջապես Ադրբեջանի նախագահի հրահանգով։ Քանի դեռ այդ հայտարարություններին, բանաձևերին չի հետևում առարկայական քայլեր, այսինքն գործնական քայլեր չեն ձեռնարկում պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի դեմ եւ այն անձանց նկատմամբ, ովքեր որ իրականացրել են վանդալիզմի դեպքերը, որոնց որ նույնականացնել է հնարավոր է, հատկապես որ վերջին շրջանում վանդալիզմ իրականացնողները հենց իրենք են տեսանկարահանում այդ ամբողջ գործընթացը եւ տարածում նմանատիպ բանաձևերը, զեկույցները կրելու են ընդհանրապես ռողակարգային բնույթ։ Պատմաբան, մշակութաբան Տիգրանյանն էլ ընդգծում է, Ադրբեջանի իշխանությունների մշակութասպան քաղաքականությունը վկայում է, որ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների դրույթների կիրառման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողի մանդատի ներքո մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմներն այժմ չունեն բավարար արդյունավետություն, ինչի արդյունքում Բաքվին զսպել, ձեռքը բռնել չի ստացվում։ Գործ ունենք միջազգային պատասխանատվության մեխանիզմների բացակայության չգործարկման հետ, որը բոլոր պետությունների եւ միջազգային հանրության պաշտն ու պատասխանատվությունն է։ Ընդունելով կոնվենցիաներ, լինելով ՄԱԿ-ի անդամ, միջազգային հանրությունը ընդունում է, որ նրանք ոչ միայն պարտավոր են կանխարգելել, այլև կրել պատասխանատվություն անդամ պետությունների վարքագծի եւ
եւ համընդհանուր իրավունքների խախտումների վերաբերյալ, բայց մենք տեսնում ենք, որ այդ միջազգային հանրության դերը այս իրականության տիրույթում իրեն չի արդարացնում։ Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը շարունակում է անպատիժ մնալ միջազգային արձագանքների ու զեկույցների ֆոնին։ Մինչև միջազգային կազմակերպությունները շարունակում են արձանագրել փաստերն ու օդում ընդունել բանաձևեր, անպատժելիությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար։ Իսկ այդ ընթացքում յուրաքանչյուր ավերված եկեղեցի, խաչքար ու հուշարձան ոչ միայն անցյալի հետքն են ջնջում, այլև ապագայի իրավունքից զրկում մի ամբողջ ժողովրդի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Նորարար լուծումներով ժամանակակից ինտերիերով նոր մասնաճյուղ Երևանի Ավան համայնքում Մարչին բանկը բացել է երկրում իր թվով 72-րդ մասնաճյուղը։ Նման թվով մասնաճյուղեր Հայաստանում որևէ այլ բանկ չունի։ Հաճախորդներին առաջարկում են հարմարավետ պայմաններ, ոչ միայն բանկային։ Երևանի Ավան վարչական շրջանում բացվեց Արչին բանկի Ավան մասնաճյուղը։ Սա բանկի 29-րդ մասնաճյուղն է Երևանում եւ 72-րդը Հանրապետությունում։ Բանկի հաճախորդների թիվը մայրաքաղաքում եւ ընդհանրապես հանրապետությունում աճում է։ Դրանով պայմանավորված բացվեց Ավանի մասնաճյուղը։ Բանկը ձգտում է իր ծառայություններն ավելի հասանելի դարձնել Երևան քաղաքի բոլոր շրջանների բնակիչների համար։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան օգտվել բանկի ծառայություններից իրենց ավելի հարմար վայրում։ Չնայած բանկի մասնաճյուղային ցանցը Հայաստանում ամենամեծն է, բայց Ավան համայնքում մենք ներկայացված չէինք եւ այժմ այդ բացը լրացրեցինք։ Մասնաճյուղը նախագծվել է հատուկ ուշադրություն դարձնելով հաճախորդների հարմարավետությանը, բարձրորակ սպասարկմանը եւ անվտանգությանը։ Այն առանձնանում է համապարփակ տեխնիկական հնարավորություններով, ժամանակակից լուծումներով եւ նորարարական ինտերիերով։ Մասնաճյուղը սպասարկում է մանրածախ, փոքր եւ միջին բիզնեսի հաճախորդներին։ Ավան վարչական շրջանում ապրում է մոտ 54000 բնակիչ, ինչի կազմում է Երևանի 5% բնակչության, այստեղ ակտիվորեն զարգանում է, կառուցվում են նոր բազմաբնակարան շենքեր, բիզնեսներն ընդլայնվում է եւ ակնհայտ է, որ անհրաժեշտ է այստեղ բացել մասնաճյուղ։ Մասնաճյուղի հաճախորդներից մեկի Ավան վարչական շրջանի բնակչի խոսքով Հայաստանի ամենամեծ բանկի մասնաճյուղի բացումը զգալիորեն կհեշտացնի բանկային ծառայություններից օգտվելը եւ հնարավորություն կտա ստանալ արագ, ժամանակակից եւ բարձրորակ սպասարկում։ Ուրախ եմ, որ մեր համայնքում նույնպես բացվել է Արչին բանկի մասնաճյուղ, հիմա ավելի հեշտ կլինի օգտվել բանկի ծառայություններից։ Արչին բանկի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամաս 25-ի 3 հասցեում գտնվող մասնաճյուղը հագեցած է բազմաֆունկցիոնալ տերմինալներով, որոնք թույլ են տալիս հաճախորդներին ֆինանսական գործարքներ կատարել 24/7 ռեժիմով։ Հաճախորդները կարող են նաև ֆինանսական ծառայություններից օգտվել առցանց, առանց բանկ այցելելու։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Իջևանում 39-ամյա տղամարդը կացնով հարվածել է 35-ամյա տղամարդու ձեռքերին եւ ոտքերին, ապա փախուստի դիմել տուժածին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ Սպանության փորձի պատճառը նախկինում ունեցած տարաձայնություններն են եղել։ Կացնահարը բացատրական աշխատանքներից հետո ներկայացել է բաժին, նա ձերբակալված է։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը մեղմելու եւ կենսապայմանները բարելավելու նպատակով կառավարությունը եկող տարվա համար կտրամադրի 1 միլիարդ 48 միլիոն դրամի օժանդակություն։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ Նշվում է, որ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրի բնակիչներ ստանում են աջակցություն։ Այս որոշմամբ սահմանամերձ համայնքներին կցուցաբերվի պետական աջակցություն բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար։ Կառավարության այս որոշումը կներկայացվի ազգային ժողովի հաստատմանը։ Արագածոտնի մարզի աշտարակում գտնվող ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրոն կվերակազմակերպվի միանալով հայփոստին։ Կառավարությունն այսօր է որոշել, հաշվի առնելով ընկերությունների գործունեության նպատակներն ու խնդիրները, միացումը թույլ կտա ապահովել վերջիններիս ռեսուրսների, նյութական, գիտական եւ աշխատանքային արդյունավետության բարձրացումը, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Իդեպ ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել նոր փոստի փոխանակման եւ տեսակավորման կենտրոն։
Ռուսաստանի Ստավրոպոլի տարածաշրջանում Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են եւ սեպտեմբերի 25-ին ժամը 13-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում են Գազպրոմ Արմենիայից։ Երևանի համար 107 մանկապարտեզի բակում սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ վարույթը նախաձեռնել են քրեական օրենսգրքի 297-րդ խուլիգանություն հոդվածի 3-րդ մասով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով։ Հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն։ Ձերբակալված անձ չկա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 21 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 20-ից 26, Լոռիում 16-ից 21, Տավուշում 20-ից 25 աստիճան, Արարատում, Արմավիրում կանխատեսվել է 24-ից 27, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 22-ից 26, Սյունիքի նախալեռներում 16-ից 20 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 10-ից 12, ցերեկը 24-ից 26, երեկոյան 16-ից 19 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։